Սասուն խաչը Банավոր պայմ։ Юсангер Между нами. Вы слышали, Ашмик Երկրներ ճանաչել են ցավաշ։ Ашмик Антонյան Трибյունը наш пророк. Ես հենց նոր ճանաչեցի։ Просто многие люди Հայաստանը հեռացնում է Հայաստանը հեռա Жена Пашиняна, Анна Акопян, завела... Լուրեր են պատտվում, որ զոհեր կան երկու կողմից խնդրում եմ դες բարձաբանեք զոհերի եղբայր Какого ինքազ Вот, значит, что такое шутер? անգլոսաքսոնский Այսօր բարերեկո ընկերներից և գիտակից հատվածին ինչ սկսենք հա երևի Մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան ու համավորագրվում։ Ես ուզում եմ այսօր խոսեի գիտեք ինչից ոչ թե ներկայացնեի ինչ-որ պրոբլեմները, որոնք այսօր առկա են դեռևս 88 թվականից և դրանից առաջ էլ կուզեի, որ հարց ու պատասխանների միջոցով որոշակի պրոբլեմատիկ հարցեր քննարկեինք իրար հետ, որ այդ պրոբլեմատիկ հարցերի իրականում գործընթացը սկսվեր կամ սկսեինք, որը ես սկսել եմ վաղուց բայց ավաղ որևիցե մեկը ոնց որ ասած ոչ հետաքրքրում է
մենակ հիմնականում տրամադրված են այն բանին, որ էսի սենց ասում են, ինենց ասում, էսի սենց ասեց են, ինենց ասեց։ Այն հանդիմադիր կոչված պորնոներին էլ որ նայում ես, հիմնականում խնդիրը ոնց որ են մանկա մսուրային երեխեք լնեն։ Էսի սենց ասում են, ինենց ասում, դաստիրակ չուի, էսի սենց ասեց, են ինենց ասեց։ Են վերջերս էլի որոշակի երևույթներ դուրս են եկի հանդիմություն խաղացող պոռնիկները, որոնք իրականում իշխանություն են, որովհետև ցանկացած ազգային ախորի պատգամավոր հանդիսանում է հատուկ կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձ, ըստ սրանց օրենքների, որոնք այսօր նաև ունեն անձեռնամխելիություն։ Հիմի հարց է առաջանում, բայց պոռնոները, որ հանդիսանում են իշխանական համակարգ, ինձ համար ընդունելի չի, էլի, այսինքն հանդիմություն, իշխանություն, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում ձեր ընկալումը, էլի, նշված հանգամանքների վերաբերյալ ոնց է, որովհետև հանդիմություն, որ ասում եք, էլի, կամ ձեր ընկալմամբ, էլի, հանդիմություն, ինչին են դեմ դրանք, կամ ինչ են արել, որ ինչ-որ կոչվում են, համարվում են հանդիմություն, որ էսի սենց ասեց են, ինենց ասեց, պաշող լինես էր ասում, ենի սենց ասում, սա ըստ ձեր գիտակցության հանդիմություն, ում ա դեմ, ինչ ա դեմ, իրենք ընթացակ կարգ կա, չէ, այսինքն եթե կա հանցագործ, ես չեմ խոսում հիմա այն բանի մասին, որ սրանք անօրինական են, պոռնիկի ծնունդներ են եւ այլն, խոսում եմ ընթացակարգի մասին, ցանկացած գիտակից մարդ, որը գտնվում է այդ ազգային ախորի, ցանկացած դեպուտան կա, ասենց ասեմ, որտեղ հրավիրում են նաեւ գլխավոր դադա Ղազը եւ մնացած պոռնկացիները, ապա նշված հանգամանքները քննարկման առարկա դարձնելով կա ընթացակարգ, որ դիմում ես, ներկայացնում ես հանցագործության մասին հայտարարություն եւ դրա ընթացակարգի վերաբերյալ բարձրաձայնում ես ինչ արեց, ինչ արվեց եւ ոնց եւ ինչ եւ ինչ։ Այս թվականին դու սենց էիր ասում, այս թվականին դու սենց ասեցիր։ Այսը հա դրա բուն էությունը ինչու՞մն է կայանում։ Ձեր տրամաբանությամբ, հա, սենց ասեց, նա սենց ասեց, ուրեմն ընդդիմություն է։ Կամ այս նոր օղչարներին, որ բերեկցել են քաղաքական դաշտ կոչված են, Սյամոյի Ոշմ աղբոր տղայի է, մեկ էլ է, մյուս է, մենք կբերենք արդյունաբերությունը կզարգացնենք, գործարաններ կսարքենք, մեկը չկա ասի արա, այ կազյոլներ, այ չընթերլոներ, ում գործարանները, ում արդյունաբերությունը, այդ գործարանները, որ պետք է սարքեք, ումն ալնել, ազգինը, մեր հողի վրա գալիս է գործարան սարքում եք, որպես ռաբ, որպես տրուկ, մեր ազգի ներկայացուցիչներին աշխատացնեք, աշխատատեղ եք բացում։ 1000-ից ավել գործարաններ ունեինք։ Հիմա էլ կա, բայց ում ձերքին է։ Այդ տնտեսություն կոչվածը, որ պետք է իբր թե զարգացնեն, ում ձերքին է, հա։ Ումն է այդ տնտեսություն կոչված, այդ գործարանները ֆինանսական կարողությունները ում ձերքին է։ Ձեր ձերքին են։ Ձեզով ա տվել։ Ինչ իրավունքով է տվել։ Ազգի պետության սեփականությունը ձեզ տվել են, որ դուք ինչ անեք։ Ազգին թալանեք, պետությունը թալանեք։ Ու այս պոռնիկներն է բերում ներկայացնում են ձեզ, որ վռոզի տեսեք։ Մենք բարեդերացական վերաբերմունք ենք ցուցաբերում ձեզ։ 3 հատ երեխայից ավել ծնվի, մենք այսքան։ Սա կապիկություն է, որ ծնվի, բայց ո՞նց ծնվի։ Մարդը մի հատ երեխա չի կարում պահի ընտանիքը։ Պետք է աշխատանք ունենա, այդ բոլոր գանձերը, հարստությունները մեր ազգին, նա, այս պիդրները եկել են, նստել են ձեր վզին, լափում են ձեզ, որ ստրկացնում են, մենք գանք սենց կանենք, մենք գանք, ուր գաք, հարախ, եփ ստեղ չեք եղարա։ Այսքան տաշիր մաշիր, որ սարքել եք, որ այսքան սիթի-միթի սարքել եք, ում խանութներն են, արա։ Այդ փողերը, որ աշխատում եք, մեր ազգն է աշխատում, մեր բնակչությունն է աշխատում։ Չաթլախներ, Չինաստաններից մի կապեկով, 10 կապեկով
Աբրանք առնում եք, բերում եք ստե մեկին 100 ծախում եք։ Որ սարքում եք, որ անում եք, ով է աշխատում։ Մեր ազգն է աշխատում, մեր ազգաբնակչությունն է աշխատում, եկամուտը դնում եք ձեր ջեբը։ Ես ինչ կապիկություն եք անում, այդ չաթլախներ։ Ինչի որևիցե մեկը չի ասում, այն բոլոր ազգային հարստությունները, գործարանները, կոնյակի գործարանը, գինու գործարանը, արդյունաբերություն կոչված եւ այլն վերադարձվելու ազգային համակարգ։ Հանքերը մոտ 40 հատ ոսկու մենակ հանք ունենք։ Այդ եկամուտները ուր է գնում։ Տարեկան 200 տոննա ոսկի է դուրս գալի։ Ուր է գնում։ Ում ջեբն է գնում։ Այն վզգոյի աղբերների ջեբն է այդում, դոդիկների ջեբն է այդում, պատգամավորների ջեբն է այդում, փաշուղլու ագարկա կնգա ջեբն է այդում, որն է այդում։ Դուք ինչ, պրիչեմ тут։ Հասարակ ազգաբնակչությունը ինչ է շահում ստեղ։ Հա? Հասարակ ազգաբնակչությունը ինչ է ստանում։ Ոչ մի բան։ Իրա քրտինքով 8 ժամվա փոխարեն 12-14 ժամ աշխատում, բայց դրա փոխարեն կոպեկներ առնում։ Կոպեկներ։ Ու սրանց էլ վրոդի բռնել են, վրոդի նստացրել են։ Հա? Խեք այդքան միամիտ։ Բնակչություն։ Այս լրատվական պուտանկեքը խիչ են գալիս ինձանից բան վերցնեն, ինտերվյու վերցնեն։ Հարց ու պատասխանի միջոցով բացահայտեն ես սխալ ելնեմ, ես սխալ մեկնաբանություն ներկայացնեմ, ինձ քարկոծեն, ին վրա լցվեն համակարգ կոչվածներ այդ պիդրները։ Բա խիչ եք բան անում, դուք խիչ եք շահագրգռված, որ այս ամբողջությամբ բացահայտվի, ներկայացվի, որ ցանկացած գիտակից մարդ համադրելու բան ունենա, էլի մեկը մյուսին համեմատելու բան ունենա, ասենց ասեմ։ Ասի, այս մարդն է սուտ ասում, թե չէ, այս մարդն է սուտ ասում։ Բայց այս մարդը այս հարցը տվեց, ինչի՞ ես հարցի պատասխանը չստացա։ Հա? Դա դες չի դա քրում։ Սյամոն այսքան փող ունի, սյամոն էս արե, չէ, գիտեք ինչ կա, սյամոն այսքան Արաս, մեզ ոչ մեկի կոպեկը մեզ պետք չի։ Եթե մեր ազգը աշխատանք ունենա, իր սեփականությունը տնօրինի, բնականաբար ում խերին ապետ դոդիկները, սյամոնները, լֆոները, ռաուֆները, խերժոնները, փաշողլիները, թե մնացած գանդոնները, հա? Ինչ կարծիք եք, որ դուք ունենաք համապատասխան բոլոր միջոցները, ձեր խերին պետք են դրանք, հա? Դուք տունել կառնեք, գործել կունենաք, ամեն ինչ կանեք, այդ ինչից է գալի։ Գալիս է նրանից, որ ձեզ միտումնավոր նպատակային ծրագրված դնում են այն սոցիալական պայմանների մեջ, ձեզնից խլում են ձեր սեփականությունը, ջուրը, էներգո համակարգը, տրանսպորտ, կապ, էներգո, ու իրանք թելադրում են ձեզ ինչ անել, ոնց անել։ Այսօրվա բանկերը բոլոր մասնավոր բանկերը։ Այն ինշուրանսները, в общем, ապա, ֆլան, ֆստրան, դրանք բոլորը մասնավոր են։ Պետություն կոչվածը իրավունք չունի պարտադրի ձեզ, որ դուք գնաք չերես կակոյնի-բուտ գանդոնի բանկ, ալնի գրզոյի բանկը, ալնի խերժոյի բանկը, ալնի ռաուֆի բանկը, թե մի հատ ուրիշ գանդոնի բանկը, դուք գնաք մտնեք դրա բանկ, միջոցներ ներդնեք, որ ինքն ձեզնից տոկոս քաղի։ Կամ եթե դուք սոցիալապես ապահով ելնեք, ձեր խերրին պետք է դուք մտնեք բանկից տոկոսով փող վերցնեք, հա? Հարց եմ տալիս։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ տեսեք, այս գործարանները ստեղծվում են, իրանց գործարանները, ձերը չէ, պետականը չէ, որովհետև պետություն չկա։ Որ ձեր նկատմամբ վերահսկողություն սահմանեն, որ դուք կախյալ ելնեք, հիմա այդ որ այդ սյամո մամո մեկ էլ ֆլան ֆստան, մեկ էլ ասում է ես առնեմ, մեկ էլ ջուրը, մեկ էլ в общем այլ գործարաններ, այլ տնտեսական համակարգեր,
որտեղ դուք հասարակ բնակչություն, ազգ աշխատում է, կախյալ է նրանից, որովհետև փողը ինքն է տալիս, ինքն է վերահսկում նրանց գործունեությունը։ Մի հատ որևիցե ձևով մի հատ դիմադրեք, կասի թողի դուրս եք, դուք էլ ձեր հացից եք կդրվում, դրա համար էլ կախյալ եք նրանից, ճիշտ է։ Դրա համար նրանք ամեն կերպ շահագրգռված է, այս ղախպեքը, որ այդ բոլոր պետական համակարգերը անցնեն իրենց սեփականության վերահսկողության ոլորտ ու ձեզ թելադրեն դուք ինչ անեք, ոնց աշխատեք, ինչքան աշխատեք, ինչքան փող ստանաք, այդ մեկը մյուսի հետ կապակցված է ու դրա հիմնավոր մեղավոր գանդոններն ովքեր են, մեղավորները բոլոր այս գանդոններն են 4 պիդրները, Քորը, Խերժոն, Ռաուֆը, Փաշողլին ու իրանց բոլոր համակարգ կոչվածներով, ազգային նախորի դեպուտանկեքով, կուսակցություններով եւ համակարգ կոչվածներով, որոնք իրականում գործակալական ցանցեր են։ Սա է իրականությունը։ Իսկ ձեր նման ողջերներին հանում են, օգտագործում են, հետո հանում շպրտում են։ Իսկ օգտագործված գանդոնը այլևս ումն է։ Ոչ մեկին։ Դրա համար ձեզ միշտ պահում են վերահսկողության տակ։ Մի րոպե։ Գնում են Ռուսաստան ու կամավորագրվում։ Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան ու կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձևավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում։ Պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին նաեւ արագացված կարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն են շնորհում։ Մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին խոսող Հայաստանի իշխանությունը կարող էր նաեւ կռվելու ունակ արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել։ Հրապարակումների մեջ նշվում է նաև, որ Հայաստանի որևէ պետական մարմին նորմալ հաշվառում էլ չի անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել։ Անցած շաբաթ սոցիալական մեդիայով կար տեսանյութ։ Մի րոպե։ Հիմա սկսենք էլ հերթականությամբ։ Տեսեք, Արցախը տվեցին, արցախցիները թողեցին վեշմեշոկները հավաքեցին եկան, իրանց տուն տեղը, իրանց հարազատների գերեզմանները, հոր, մոր, պապի, տատի, աղբեր, քուր եւ այլն, չէ՞։ Հիմա այս ղախպեքը գնում են ուրիշի համար, ուրիշի շահերի համար, հանուն լափի կռվելու։ Դու գանդոններ, որ կռիվանող էիք։ Խիչը մնացիք ձեր հողը պաշտպանեիք, ձեր հողը ազատագրեիք, հա, պիդռներ։ Այս 30 քանի տարի մեր ոսկեսերուցքին զոհաբերեցիք, այս գանդոնների հետ համատեղ։ Հիմա էլ դուք ձեր տուն տեղը թողել եք, փախել եք, ու գալիս եք, մունատ եք գալի, ում վրա եք մունատ գալի, չար ու չաթլախներ, հա, կռվող էիք, այդքան որ ունեիք կռվելու, խի փախակ, ձեր տների համար պայքար էիք, ձեր մոր, ձեր հոր, ձեր քվոր, ձեր աղբերների համար պայքար էիք, արա, հա, իսկ գանդոններ, ձեզ լապ, քյասար դուք լապակեր գանդոններ եք, ոչ թե մարդ եք, դուք հող չունեք, աղբեք, կռվող էիք, բայց թե ջոկատ կազմեիք, գնայիք թուրքի մորը քունեիք, ջհուդի մերը քունեիք, որովհետև այդ ամենի հետևում ջհուդն է կանգնած, հրյան է կանգնած, մասոնսկի լոժան է կանգնած, բախի չեք եթում կռիվ տալու, հա, ոռատուներ, հարց եմ տալիս, արա, խի չեք եթում ձեր հողի համար, ուրեմն դուք հող չունեք, այ գանդոններ, դուք երգիր չունեք, դուք հայրենիք չունեք, դուք սրբություններ չունեք, արա, դուք լափակեր գանդոններ եք, մի րոպե, անցնեմ ուրիշ հարցի, Կրեմլի քարոզիչ Սոլովյովը խորհուրդ է
Արա կողեմ Սալավյովին էլ, Մեկելին է, մյուսին է, մի րոպե։ Один момент։ Вот, Какого Հա, մի հատ էս էլ լսեք։ Պետությանը վրացիներին, Մի րոպե։ ադրբեջանցիներին թույլ ну бараши. Մի րոպե, սուկա։ Սուկա։ Ես կարդամ Մի րոպե։ երկրորդը Եվ մարդիկ Սա հերթականությամբ մի քանի թեմա կա, կբարձրացնենք էլի։ Между нами. Вы слышали? Երկրներ Наш пророк про Украину. կան տվյալները Մի րոպե։ Ես հենց Просто многие люди даже не вдумываются. Հայաստանը հեռացնում Один момент։ Ժողովուրդը ասես Пашиняна Анна Акопян завела роман с турецким актером Джаном Яманом. Эта связь развивается уже несколько месяцев. Акопян, известная своей активной общественной деятельностью, познакомилась с Яманом на одном из международных форумов в Европе. Встречи проходят в строжайшей секретности в люксовых отелях под вымышленными именами, с использованием частных самолетов и без охраны. Несмотря на меры предосторожности, существует видео из отеля в Стамбуле. Эти материалы циркулируют в узких кругах и могут быть опубликованы. Для армян связь с турком, не говоря уже об измене, расценивается как двойное предательство. Пашинян же выглядит подавленным и избегает публичных появлений с супругой. Это не просто семейный разлад, это национальное унижение, которое может стоить Пашиняну кресла. Հիմա մի հատ էլ դնեմ լսեք, որ մեկնաբանությունը սկսենք ներկայացնել, էլի նաև ձեզ, մի րոպե։ Жена Пашиняна Анна Акопян завела роман с турецким актером Джаном Яманом. Эта связь развивается уже несколько месяцев. Акопян, известная своей активной общественной деятельностью, познакомилась с Яманом на одном из международных форумов в Европе. Встречи проходят в строжайшей секретности в люксовых отелях под вымышленными именами, с использованием частных самолетов и без охраны. Несмотря на меры предосторожности, существует видео из отеля в Стамбуле. Эти материалы циркулируют в узких кругах и могут быть опубликованы. Для армян связь с турком, не говоря уже об измене, расценивается как двойное. Հիմա այս ագարկան, այս փաշողլու ագարկա պորնո կնիկ կոչվածը, որը իրականում կինն էլ չի, էլի։ Այդ ագարկեն, որը ղռերի կատու էին դրա անունը դրել, որովհետև այդ երրորդ մասը էլ ջայլ չմնաց, սաղել քունեցին այս ագարկին։ Հիմա էլ Թուրքի հետ է քուն վրտվում, էլի։ Բայց Թուրքը Աննային չի քունում, միայն, այլ քունում է նաև նրանց, ովքեր բերեցին այս ագարկեքին, նշանակեցին, որպես որչապետ, որպես առաջի թքին, հա։ Թուրքը քունում է նրանց, ովքեր պաշտպանում են այս կեղտոտ գանդոնի ոռը։ Թուրքը քունեց նրանց, ովքեր համարվում են այս ագարկի համակարգերը, մուսռնոց, դադաղազնոց, դատարաններ, ԱԱԾ կոչված, քնչական, հակակոռուպցիոն, ազգային ախորի դեպուտանկիկ, կուսակցություններ։ Իրանք քունում են նաև սաղիտ, ովքեր այս ագարկին ընդունում ճանաչում են որպես որչապետ։ Թուրքը քունում է ձեզ սաղիտ։ Ովքեր այս ագարկի ոռը պաշտպանում են ու մտածում են վաղը մյուս օր փրկվելու է։ Չէ, դες բան չի լինում։ Թուրքը քուն է ձեր ագարկա բեռնումները, որովհետև քունելով այս ագարկին, չնայած հիշում եք, չէ, որ այս փաշողլին, որ գնացել էր Ֆրանսիա,
Անդեղ էին իրանք քունում, որովհետև էս գյոթ է։ Էսի գյոթ է, հասկանում եք։ Էս վերջերս նաև մանկապղտության մասին թերթերով տպվեց, որի մասին եւս ներկայացրեցի, որից հետո եւս հրավիրեցի, կա մեկնումեկը, որը իմ ներկայացրածը համարում է կեղծի, որը իմ ներկայացրածին դեմ է, ունի փաստարկներ, որով կարող է ներկայացնել հակառակը, դուրս արեք, 1000 հոգով, 1500-ով, 10,000-ով մենակ եմ գալիս, ոչ մեկը ձեն չանեց, դա բազմիցս է եղել, և որևիցե մեկը ծպտուն չանեց, ինչ է դա նշանակում, դա նշանակում է մի փաստ, որ իմ ասածները լիարժեք հիմնավոր փաստեր են, բացի դա, ես դատական պրոցեսներ եմ տանում, պահանջելով ես գանդոններ ես ագարկեքի դեմ, պետական որպես դավաճաններ միջազգային հանցագործներ, ազգին ցեղասպանողներ եւ սրանց պատասխանատվության պատժի ենթարկել։ Եվ որևիցե մի համակարգ կոչված ոչ թե հերքում է, պարզապես փախչում է։ Ինչի են փախչում։ Ինչի որևիցե լրատվական մոտիկ չի գալիս։ Ինչի որևիցե մի լրատվական չի գալիս հերքելու կամ ես գանդոնների ներկայացուցիչները Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Փաշօղլու, որ գասի, ընկեր ջան, որ իրանք թուրք չեն, որ ասում ես Փաշօղլի, Ռաուֆ Սեյդօղլի, Խերժիկ Նարիմանով, Խալիլով Լենդերով եւ ձեր իրենց համակարգի ներկայացուցիչները, ինչի որևիցե մեկը դուրս չի գալիս, հանդիմանա գասի, նա դուրս արեք մի հատ հրապարակավ, հարց ու պատասխանի միջոցով, սա պարզաբանենք, տեսնենք, ես ինչ է կատարվում, մեր մասին ես ինչ են ասում, հա? Ինչի մի հատ լրատվական մոտիկ չի գալիս, ինչի այդ ագարկեքը չեն գալիս դադարան ու հերքեն իրանց մաքուր կարգավիճակը, որ գիտեք, չկա, ընկեր ջան, տես բան չկա, հա? Հարց եմ տալիս։ Արա այդ գանդոններ, դուք ավելի գանդոն եք, որ ես ագարկեկին ես որից քունվող տրասի գյոթերին, ես թուրքի քունված ջհուդա մասոնական օթյակի կլրա գանդոններին, որոնց բազմիցս օգտագործել են, դուք ընդունում եք որպես իշխանություն։ Եվ դրանց կողմից ներկայացված ղախպեքին բերում եք էլի նորից դաշտ, Սյամոն լավ տղա է, Վանեցողլին լավ տղա է, չէ, դոգը լավ տղա է, չէ, մյուսն է լավ տղա, արա այ ոռատուներ, մեղավորը դուք եք, որ ես գանդոններին ձեզ նստացրել եք ձեր վզին ու ձեզ համար Որչապետ նախագահ խաղարկում։ Դուք եք մեղավոր գանդոններ։ Եթե դուք այս գանդոնների հետ չգնաք հընտրություն կոչված այդ խաղին չմիանաք, որովհետև բոլորն ասում են, սրանք թուրք են, սրանք դավաճան են, սրանք պետական դավաճան են, հանցագործ են, ու դրանց հետ հետում են ընտրության։ Գնանք ընտրության, սահմանադրական, ինչ կլրի սահմանադրական, այ ոռատուներ։ Ինչ սահմանադրական, ում սահմանադրական, եթե սրանք հանցագործ են, ոնց կարող է պատահել սահմանադրությունը մեր ազգի, մեր պետության շահերին սպասարկի, հա? Որտեղ է այդ սահմանադրություն կոչվածի մեջ մեր վերաբերյալ, մեր ազգի, մեր պետության վերաբերյալ, որևիցե դրական բան կա, անգամ չի նշված, ժողովուրդ է նշված, ազգին չի նշված, ժողովուրդն է խառնածին հատվածը, որի մեջ մտնում է թուրքը, ադրբեջանցին, ռուսը, ջհուդը, մալականը, եւ այլն։ Հիմա այսօրվա վրա մեր ազգի ներկայացուցիչներին տանում են ծառայության, բայց մալականը չի գնում, ջհուդը չի եթում, թուրքը չի եթում, ֆինանսական
բոլոր հարկերը դերածա մեր ազգի վրա, ասում եթե բանակ չգնաս, այսքան դու գանվում ես, կնստես, այս կանես, այսքան փող պետք է բերես մուծվես, բայց մալականի ոչ գնում է, ռուսը ոչ գնում է, ջհուդը ոչ գնում է, ոչ ադրբեջանցին է գնում, կամ այս գանդոններից որ մեկն է ծառայել, հա? Փաշողլին է ծառայել, այն Արսեն Կլերի գանդոնն է ծառայել, սոցը, Ավինյանն է, որ մեկն է ծառայել, արա, որ մեկն է ծառայել, ոչ մեկը, հարց է առաջանում, չէ, ինչի, բա ձեր ազգի համար, ձեր պետության համար չեք ծառայում, ձեր երեխեքին չեք տանում, որ պաշտպանեն, ասում եք, մեր, ձերը որն այ ոռատուներ, այն որ մեզնից խլել եք, հա, այդ համարում եք ձերը, խերես գանդոնն է ձերը, ոռատուներ, դուք ոչ մի բան չունեք ստեղ, ինչ էլ սարկել եք, այդ մեր փողերով եք սարկել, մեր ազգի, մեր պետության, ձերը չի, ու այդ մեր միջոցներով, ձեր գրպաններն եք լցնում, ոչ թե մեր ազգի, մեր պետության, 40 հատ ոսկու մենակ հանք կա, որտեղից տարեկան 200 տոննա ոսկի է դուրս գալիս, ուր է այդ փողերը, հա, 10 քանի միլիարդ մենակ այդ ոսկու պաշարներից է, չհաշված մնացածը, կոնյակի գործարանը Ռաուֆուն Կլերի գանդոնն է, որ դառնա դրա սեփականատերը, հա, հարց եմ տալիս, հյուսիսային պողոտան քանդեցին սարկեցին ում համար, այ ոռատուներ, ում համար սարկեցին, ընդի շենքերը, խանութները, օֆիսները ումն է, հա, հարց եմ տալիս, արա այ գանդոններ, դուք ոռով եք մտածում, թե ուղեղ, ասենք ուղեղ որ ունենայիք, այս օրին չէի կլի այ պիդրներ, դուք պարզապես լակի եք, շվեցար եք, ստրուկ եք, ռաբ եք, բայց ոչ մարդ, որովհետև դուք ուղեղ չունեք, ձեզ լափը տալիս են, բերանները ջրաժ են տալի, են որ ասում եմ մի կտալ ճաշտամ, բերանը ջաշտամ էսը, ուրիշ բան չկա, երկու բառով ուզում եմ անդրադառնամ են հովիկ կոչված են գանդոնին, են քյաչալ ոռատուին, են որ բերում են ձեռ են առնում, այս վերջերսը բերել էին, են Ռաուֆի հերուստա լրատվականի միջոցով, ասում էին Սիմոնյանը դες զայնագրել, քեզ զայնագրել այ գանդոն, ասում յա, տեն չի եղել, բա ոնց է եղել այ ոռատու, ես մի հատ գտնեմ թարմացնեմ, էլի, հիշողություն էլի, այդ մարդկանց, որ ովքեր այս գանդոնին լսում են ու այս ոռատուին լուրջ են ընդունում, այս հովիկ կոչված ինձ 30 տարի ճանաչում է, այդ Ղազարյան հովիկ կոչվածը, ինքներին զանգ է կանչել է, ես չեմ կանչել, ու հեսա գտնեմ այս տեսագրությունը, որտեղ ինքը խոսում է նաև մեր ընդհանուր ընկերոջ մասին, որը եւս դաշնակ է, որովից է տեսեք, նախ էտել ասեմ, էլի, եթե անգամ մեկին հրավիրում են մի հարցազրույցի, ու եթե ինքը խոսում է մեկ այլ անձի հետ, որի հետ ինչ-որ որոշակի իրավահարաբերություններ ունեցել կամ ինչ-որ որոշակի ոչ ցանկալի, ասենք իրեն համար, էլի, որ դա հրապարակվի, ապա լրատվական կոչված պիդրը առնվազն պետք է կանչեր ինձ, սենց առերես, հարցազրույց տաներ, էլի, ու էդ էլ ասեմ, նախկինում ինքը, որ դրա մասին նաև թերթերը տպեցին, որ ես գանդոն, իբր թե որ դու տենց բան ես ասում, էլի, ասում չի ես հանակ եմ արել, ասում գիտես ինչ կար բան է, ես ասել եմ ինքը ինչ նախագահի պաշտոնակատար, գանդոն, ոռատու գյոտ, նախ ես քո հետ դրա մասին ընդհանրապես չեմ խոսացել, պիդարած, դու անգամ քո մեջ տղամարդկությունը չկա, որ դու ճիշտը խոսաս, հիմա ես գտնեմ այդ տեսագրությունը, ու դու կնայ, ձեզ կցուցադրեմ ու դրա շրջանակում նաև
Կշարունակենք էլի մի րոպե։ Ու տես ղախպեքին գցում են մեջտեղ, որ այս ղախպեքը մի րոպե Հեսա մի րոպե Բայց հայտարարի ասում եք մերժենք սերտի։ Աշխարհի մեկ Այսինքն խապկան։ Բայց այդ խապկանքը ումն է պետք։ Ժողովրդին փաստացի խապելով էլի բան եք անելու։ Հա։ Տեսեք մի րոպե Խոսքի ընթացքում ես ասում եմ մեր գվիդոններ, այսինքն մեր ընդհանուր ընկեր գվիդոններ, նա չի ասում, գիտես կա, ինչ գվիդոն, դու իրան ճանաչում ես, ընկեր ջան, որտեղից ես ճանաչում, չէ որ ես քեզ առաջի անգամ եմ տեսնում, առաջի անգամ եմ իրար հետ խոսում, Ես գանդոնի դեմ է տեսագրությունը բախի չեն դնում ու ասենար այդ չաթլախ, այդ որրատ ու գյոտ, նա տեսագրությունը դիր դեմ է, հետո հետ էլ կա էլի, ես դրա վերաբերյալ նաև մտել եմ դատարան, դադախազություն, որ ես հեղափոխություն կոչվածը, դա կեղծ էր, մտել եմ դադախազություն, հովո գանդոն, Բախի չի էր գալիս դադարան հերքելու, հա? Որովհետև ձեր համակարգ կոչվածները պարտակի թաքցրել են դա, որ չհրապարակվի։ Հիմա տնեմ շարունակենք, հետո ևս քննարկենք, էլի, հա? Մի րոպե։ Հիմա նայի, ես ուկա վրա, բակվիսկի, որից է նպատակ չկա սերժին հեռացնելու, հաստացի, ըստ ձեր ծրագրերի։ Բանա, Հետո, եթե դու գանդոն, մի րոպե, եթե գանդոն, դու կեղծ ես, դու իբր թե անկեղծ չես, որ քեզ խոսնում եմ, դու էլ բացվում ես, էլի։ Բախես ասում զապիս ես անում, խես դրանից հուշ տլնում։ Հա? Հարց եմ տալիս։ Եթե դու անկեղծ ես, մաքուր տղա ես, եթե դու ֆլիրտ ես անում, հակառակը դու ուրախ պետք է լինես, որ քեզ ձայնագրում են, քեզ տեսագրում են։ Դու խես հուշ տլնում, հա? Նորից եմ ասում, դրա վերաբերյալ դատական պրոցես եմ տարել, առօրս որոշում չկա, վճիռ չի կայացրել, դադարան կոչվածը, դադաղազ կոչվածը, ընդհատ չեն տալի, պարտակում թաքցնում են, բախի են պարտակում թաքցնում, հա? Իսկ այդ լրատվական միջոցները առնվազն պիտի կանչեին, ասեին, պարոն Սիմոնյան, հիմա ձեզ ենք լսում, ոնց է եղել? Ու դնեի դեմները փաստերով, դատական պրոցեսով, սրա ելույթի վերաբերյալ փաստերը, ու ասեի հիմա արեք քննարկենք, տեսնենք իր ասացի քանու տոկոսն է ճիշտ, ու իմ, որ ես զայնագրել եմ հիմքերը ստեղծել է, ինձ մոտ արկա են, ում ասած նա իրականություն, հա? Բախի չեն կանչում ինձ։ Ցիկ հասարակ պարզ հարց եմ տալիս։ Գիրք ունի երկու կողմ, ճիշտ է, երկու կողմի պիտի ընթերցես, որ դու հասկանաս ինչ է գրած մեջը, ինչի մասին է։ Հա, մի կողմը կարդացիր, հետո բա մնացածը։ Բայց իմանաս եղելությունը ինչու՞ն է կայանում։
Հովիկ դու պիդարաստ ես։ Դու բազմակի օգտագործված գանդոն ես պրոստը։ Այդքան բա։ Ու սրան խաղացնողները ավելի գանդոն են։ Որովհետև իրանք ոչ միայն համոզված են նրանում, որ ինքը բազմակի օգտագործված գանդոն է, այլ լրացուցիչ բերում են սրան այդ էշին վարկաբեկելու համար։ Այսքանը։ Մենք անցնենք էլի մեր խնդրու առարկաներին։ Մի րոպե։ Մի րոպե։ Հիմա հոդվածի մեջ նշած է ըստ հոդվածի, թե որտեղ անապետում։ Այսինքն ոսկու հանքավայրի հետ ոչ մի կապ չունի։ մի րոպե։ Ասենք մի այլ հարց էլի։ Եվ մարդի բան կա։ Մի րոպե։ Տեղեկատվությունը պաշտոնական է, գլխավոր շտաբի պետն է հայտնում։ Սա սակայն դեռ ավարտ չէ։ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։ Այս մասին էլ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է հայտարարում։ Ադրբեջանը ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ, իրականացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու բացահայտ հավակնությունները։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսպես է մեկնաբանում կատարվողը։ Կարող է եւ պատերազմի մասշտաբները մեծանալ եւ կիրառվող զինանոցը ընդլայնվել եւ դեռ չեմ խոսում մնացած ծանր հետևանքների մասին։ Նախիջևանի ուղղությունից ամենամոտ հատվածը դա մեր Երասխի ուղղությունն է։ Չասեմ, որ Երասխից Երևան ինչ հեռավորություն է եւ պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել։ Երրորդ օրն է հարաբերական դադար է առաջնագծում, բայց իրական դրդապատճառները պարզ չեն։ Հիմա մի րոպե անցնենք մեկ այլ հարցաշարի, էլի։ Հիշում եք, չէ, դրա մասին նաև իմեջում տեղադրված է, որ դեռևս 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններով ամրագրված էր ճանապարհային քարտեզ, որով Գորիս Սիսիան Մեղրիղափան պիտի կապեր ըստ այս պորնոների գրավյալ տարածքները Նախիջևանի հետ։ Հիմա ես դրա հետ համատեղ ձեզ համար նյութ համադրելու, վերլուծելու, քննարկելու համար նաև ստեղծում եմ հեսա մեկ այլ դաշտ, որի հիմքում ընկած են էլի փաստեր եւ խոսում են այլ ազգին ներկայացուցիչներ, բայց իզարմանաս մեզ, այսինքն ազգիս ներկայացուցիչների ձեզ համար համարվող, ձեզ համար ճանաչված, իշխանություն կոչված ագառկեքը դրա մասին լռում են։ Դրա մասին որևիցե հարց չեն բարձրացնում։ Դրա մասին որևիցե ակնարկ չեն անում։ Մի րոպե։ Մի րոպե։ Один момент. Մի րոպե։ Երկրորդը ինչ վերաբերում է այսօրվա կարգավիճ։ Մի րոպե։ Դրդապատճառները պարզ չեն, Ասել որ ուսանքերորեն ցան Вы слышали, Флорида официально... այդքան երկրներ Մի Машенька Антонян, наш пророк про Украину, слушай. րոպե։ Ես հենց просто многие люди даже не Հայաստանը հեռ Уже об измене расценивают... Մի րոպե։ զոհերի մասին ադրբեջանցիներին, թուրքերին, մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել, եղբայր ազգեր կան, եղբայր պետություններ կան, եղբայրություն անենք, երբ որ ես ասում եմ, մեր եղբայր վրացիները, բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը,
հարևան Ադրբեջանը եւ Թուրքիան։ Վերցնում են այդ բառերի փոխարեն հանրապետությունները փոխում են, ասում են ասած, որ Բարեկամ մեր եղբայր Թուրքիան։ մեր եղբայր հարևան պետությանը, վրացիներին, աբխազներին, ասետներին, ադրբեջանցիներին, թուրքերին Հիմա այս շատ լախը, որ ասում է մեր եղբայր պետությունները, ադրբեջանցին, Թուրքիան, չէ։ Հիմա տեսեք, ինչ է ասում եղբայր։ Եթե դու դրանց հետ ազգակցական կապ չունես, ինչ ես ասում մեր եղբայր։ Դու գիտես, որ եթե էլի դու համարվեիր ըստ ձեր գիտակցության, որ արմենական ազգի ներկայացուցիչ ես, դու չէիր ասի մեր եղբայր, ձեր եղբայր էլի ադրբեջանցին, թուրքը, այսինքն թուրքն ու ադրբեջանցին ձեր աղբերներն են։ Հետո, հիշում եք, չէ, ես 102-ով ուղիղ եթերի ժամանակ հաղորդում տվեցի առայն, որ Փաշօղլու ագարկամերը թուրքը։ Իդեպ, հերն էլ չի բերն է իրականում։ Դրա ագարկամերը ժամանակին, որ սկսել էր հրապարակել, որ Փաշօղլու իսկական հերը հանդիսանում է Էլչիբեյը, նրանք կողմ են գժանոց, որ իր ասածները իրավական կարգավիճակ չունենան, իրավական հիմք չունենան, իրավական հետևանքներ չառաջացնեն։ Այդ դրա համար նրանք գժանոցում էլ թաղեցին, սրսկեցին, դարձրեցին հոգեկան, դարձրեցին գիժ ու ընդհանրապես վերացրեցին։ Փաշօղլու համ ագարկամերն է թուրք, համ էլ հերն է թուրք։ Դրա մասին ես փաստագրական տվյալները ներկայացրել եմ ձեզ, ներկայացրել եմ նաև համակարգ կոչվածներին, բայց ի զարմանս նաև, այսինքն ինձ համար զարմանալի չի, շատ ընկերներիս զարմացած են, որ որևիցե ընթացք չկա։ Հետո եւս մեկ այլ հանգամանքներ, Փաշօղլուն ով բերեց, չէ՞ որ Խերժոն հանդիսանում էր ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար, ոնց կարող է պատահի Խերժոն այդ ագարկի մասին տվյալներ չունենա, հա։ Հարց եմ տալիս։ Ոնց կարող է պատահի քորը, որ աճացրել էր այս ագարկեքին, դրա մասին ինֆորմացիա չունենա, հա։ Ոնց կարող է պատահի ազգային անվտանգությունը, դադաղազությունը, ֆլան ֆստանը, դրա մասին ինֆորմացիա չունենա, հա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է մի փաստ, որ բոլորն էլ փաստացի ունեն թուրքական, թրքաջհուդական ծագում եւ այդ իսկ պատճառով բոլորը թաքցնում են եւ բերում են այն երևույթներին, այն պոռնկացիներին, ովքեր Թուրքի ջհուդի քումված են, ովքեր ոչ թե ազգային են, արմենական ծագում ունեն, այլ պարզապես թուրքաջհուդի քումված գանդոններ են, բազմակի օգտագործված գանդոններ, որովհետև բոլորը գիտեն, Խերժոյի տվյալներն էլ գիտեն, Ռաուֆի հերն էլ է թուրք, մերն էլ ագարկա, Ռաուֆի ինքը Ռոբիկ Քոչարյան աղբերը Ադրբեջանում է, Թուրքիայում է, քուրը Ադրբեջանում է, Թուրքի հետ ամուսնացած 4 հատ էլ երեխա ունի։ Խերժոն Ադրբեջանի շկոլան է ավարտել, պարտշկոլան է ավարտել, հանդիսանմանդի KGB-ի գործիք։ Ռաուֆը հանդիսանում էր շիստյորկա, որը չամադաններ է կրե Թուրքի։ Քորը ինքը Խալիլով Լենդրոշը, ինքը Կազբեկը, KGB-ի բոզը, դրա հերն է թուրք։ Այդ դրա համար է բերում են նշանակում են։ Ինչի համար, ինչ է դա նշանակում, հա։
Ասում են վզգոյի պապն էլ է թուրք ջհուդ։ Դրանք էլ են ֆրանկ մասոններ։ Փաստացի ովքեր եղել են իշխանություն կոչվածի, որտեղ իշխանությունը իրականում մերն է, մեր ազգինն է, հանդիսանում են թերքա ջհուդներ, մասոններ, մասոնական օցյակի գործակալներ, նույն գարեգին բնել, նույն մնացած տերտերներն են, բոլորն են մասոններ են, ու ծառայում են ոչ թե մեր ազգի պետության շահերին, այլ ծառայում են իրենց տերերի շահերին, նրանց ծրագրերին։ Սա է իրականությունը։ Հիմա բայց մի ուրիշ խնդիր։ 1991 թվականից ըստ փաստաթղթերից բոլորը դա հրապարակային ներկայացնում են, թե մամուլ կոչված ագռկեքը, թե զգանդոնները իրենց ազգային ախորի բեմարտակից եւ տարբեր, ասենք, լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանի ընթացքում, որ հիմքում ընկած է Ալմաթայի հռչակագիրը։ Հիմա հարց. Եթե հիմքում ընկած է Ալմաթայի հռչակագիրը, որի վերաբերյալ ես Թեքեյան կենտրոնում հրապարակում էի փաստաթղթերը, ու այն ՖՍԲ-ի գանդոնը, գնդապետ կոչված Ոռատուն, տեղից դուրս եկավ, ագանջներում դրած էր, ցուցումը տված էր, ու եկավ խանգարեց, որ փաստաթղթերը չհրապարակվի։ Հիմա քննիչ կոչվածը ժաշտամ դրա գանդոն բերանը, զանգում եմ փախնում է։ Զանգում եմ ես գանդոն քննիչին, 2 ամիս փախածը։ Փախածը։ Չի վերցնում հեռախոսը։ Գնում եմ դուրը ծեծում է, պիդարացը չի բացում։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճանի փախած են, ինչ աստիճանի վախեցած են, ինչ աստիճանի փաստեր են, որից որևիցե մի համակարգ չի կարող փախչել, չի կարող դա անտեսել, չի կարող դրան լուրջ չվերաբերվել, այդ դրա համար էլ պարտակում թաքցնում են, որով հիմնավորում են նաև, որ բոլորը այդ համակարգերի մեջ են, որ բոլորը հանդիսանում են նույն թրքա ջհուդական, գործակալական ցանցի գործակալները։ Ու տեսեք 1991 թվականից արդեն իսկ ստորագրված է որպես Արցախը, որպես Ղարաբաղ, Ադրբեջանի տարածք, գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք։ Բայց այն ժամանակվանից 91 թվականով տարել են մեր ոսկի սերուցքին, զոհաբերել են, ցեղասպանել, գենոցիդի ենթարկել։ Պետ բյուջեն ֆինանսավորել է Ադրբեջանին, հանդիսացել է Ադրբեջանի դոնորը։ Սա պետական դավաճանության միջազգային հանցագործության փաստեր է։ Հրահրել են պատերազմ, հրահրել են։ Մեկին ասել են սա ձերն է, մյուսին ասել են սա ձերն է, բայց հիմա հարցը սկսենք էլի հիմքից, որովհետև ամեն ինչի հիմքում պիտի ընկած լինի իրավասուբյեկտությունը, այսինքն իրավունքը, որովհետև իրավունք չունես, ապա որևիցե մեկը որևիցե բան էլ չի կարող ասել, որևիցե հարց չի կարող դնել բանակցային պրոցեսի մեջ, պահանջատիրության պրոցեսի մեջ, պահանջի ներկայացրածի, հիմա տեսեք մի ուրիշ բան, եթե 91 թվականից արդեն իսկ ամրագրված է, իսկ ագարկեն էլ էր, չի ասում, 91 թվականից տված է, Ալմաթայի հռչակագրով, հռչակագիրը փաստաթուղթ չի, բայց ձևակերպումը արդեն իսկ ապահովված է, ամրագրված է, ինչ է ասում, ասում է 91 թվականով արդեն տված է, հիմա նայեք, եթե 91 թվականով տված է, ինչ է նշանակում դա, նշանակում է այն ժամանակ արդեն դելիմիտացիա, դեմարկացիա արված է, որտեղ եթե դու սահման չունես,
Եթե դու չես ընդունել, ուրեմն չես էլ կարող տալ։ Ճիշտ է։ Ոնց կարող է պատահել, եթե դու քո սահմանը չգիտես, դու տաս մեկնումեկին։ Ինչ ես տալի, եթե դու սահմանազատում, սահմանաամրագրում, դելիմիտացիա, դեմարկացիա չես արել։ Ոնց կարող է պատահել, դու ինֆորմացիա ունենաս, ինչ ես տալիս։ Հասարակ պարզվան եմ ասում։ Իսկ եթե տված է, բա գանդոն, մեր երեխեքին խես տանում զոհաբերում։ Տվածա, ուրեմն դու գիտես չի ինչ ես տվել, ինչ տարածք ես տվել, որ սահմաններով։ Հիմա այդ սյամոները, սյամոյի աղբեր են, թլոշ թուլեն, խիդրա մասին չեն խոսում, հա? Ես դες համար լավ կոնֆետ կտամ, քաղցր կոնֆետ կտամ, գիտեք, դուք կուտեք մանկամիտներին, պոռնիկներին բերում են, որ ձեր ագանջներին մակարոն կախեն։ Բայց որևիցե մեկը ձեզնից, էլի բացի իմ ընկերներից, չի գալի ասում, արա Սիմոնյան ջան, աղբեր ջան, դուք մեր շահերն եք պաշտպանում, մեր ազգի, մեր պետության շահերն եք պաշտպանում, այս աղբեկի պես լոլո չեք կարդում։ Ձեզ կոնֆետ կտամ, ձեզ համար բա տուն կսարքենք, հետո դուք էլ լավ գներով կառնեք, բա գիտեք ինչ կա, այսքան շենքերը կառուցել են։ Ում համար են կառուցել, ձեզ համար։ Ձեզ համար չի։ Դա ջհուդների համար է, թուրքերի համար։ Դուք ձեր երկրում ապրում եք, ձեր բնորանում ապրում եք, բայց ձեզ որպես ռաբ են պահում, ստրուկ։ Դուք գնում եք, ծառայում եք, ում եք ծառայում, ձեզ համար։ Մալականը որ չի ծառայում, ռուսը որ չի ծառայում, թուրքը որ չի ծառայում, ջուդը որ չի ծառայում։ Դուք եք ծառայում, հա? Դուք սրանց ծառաներն եք։ Հարց եմ տալիս, արա։ Հա? Արա այդ գանդոններ, այսքան երեխեքի գլուխը կերա։ Այս 3000-ից ավել, այս գանդոնները ձեզ սուտ են ասում։ Են պորնոներին տարան կողին վրոդի, էլի, Ադրբեջան, են բանը, թաթար ռուբոյին, մնացած պորնոներին, էլի, իբր թե ինձ բռնել են, բերթերում են, տես բան չկա։ Որ դուք մեր ազգի երեխեքին մոռանաք, որոնք 3000-ից ավել են, հիմա գտնվում են Թուրքիայում, Ադրբեջանում, Իսրայելում, զապչաստի տակ։ Նրանց օրգաններն են հանում, ծախում են, մորթում են, երեխեքին ծախում են։ Ու ձեր նման գանդոնները ու լրատվական պոռնոները որևիցե մեկը դրա մասին չի խոսում։ Մի հատ ադրբեջանցի, մի հատ թուրք հարց եմ տալիս։ Գերիկա, հա? Հարց եմ տալիս, ուր է այդ գերիները։ Թուրքը ստե այդ գանդոններ, քորից բռնած, Ռաուֆով, Խերժոյով, Փաշողլիով, համակարգերով, դոդիկներով, լֆոներով, գրզոներով, սյամոներով, դրանք թրքաջուտ գանդոններ են։ Սրանք բոլորը թրքաջուտ գանդոններ են, որոնք ծառայում են ոչ թե մեր ազգի պետության շահերի, այլ իրանց տերերի շահերի։ Իսկ դուք ոռները թաքցրել եք գլխների, սուս եք մնացել։ Ինչի որևիցե մեկը դրա մասին չի խոսում։ 91 թվականից եթե արդեն Ադրբեջան պետություն է, Արցախը նրա Ղարաբաղ տարածքն է ըստ այս գանդոնների։ Բաղի տարակ մեր երեխեքին զոհաբերեցիք։ Հա? Բա պետբյուջե կոչված ինչի է ֆինանսավորում այդ Ադրբեջան կոչվածին, հա? Ղախպեք, հարց եմ տալիս։ Խի որևիցե մեկը չի միանում, արա, հա? Դուք էլ եք թուրքի քունված ջհուդ գանդոններ, հա? Էտա դուզ գալի։
Ոռատուներ 375 միլիոն դոլար, մենակ էս տրասի ագարկա, էս նեխած պծի մեջ է կողի գանդոններ, բայց որևիցե մեկը $1 չուղարկեց, միավորվեին դնեին իրար վրա, որ էս գանդոններին սատկացնենք, հա, ոնց հասկանանք, ոնց որակենք, ինչ գնահատական տանք, հա, հարց եմ տալի, բայց նույն Սիամո կոչվածը, որ այսօր եկել է խաղում է վռոդի հանդիմություն, ում ես դեմ, ինչին ես դեմ, այդ շատ լավ, որ սաղին էլ դու ես ֆինանսավորվես, սաղի հետ էլ տալի առնում ես, Խերժոյի հետ էլ, Ռաուֆի հետ էլ, Քորի հետ էլ, ու մնացած գանդոնների հետ էլ, ովքեր այսօրվա վրա մեր ազգի, մեր պետության սեփականությունները զավթել են, ու դրա վրա փող են աշխատում, լապ են ուտում, իսկ մեր ազգին ստրկացնում են, դա ինչ է նշանակում, հա, բա տղուտ խիչ ես գրգում Ղարաբաղ, հետո, այդ Սիամոյի աղբոր տղե, մամուլով դրա մասին նաև ես ներկայացրել եմ իհարկե, որ Սիամոյի աղբոր տղեն մեր ազգի ներկայացուցիչը, որը Ռուսաստանում Մոսկվայում է գտնվել, բռնել են տվել, տղու վրա գործ են սարքել, ու բռնել են տվել, նստեցնել են տվել, հետո, այդ Նարեկ Կարապետյանի վրով արկա փաստերի հիմքերով, մի րոպե, Один момент. Էսա մի րոպե Один момент. Ամեն ինչ փաստերով. Պաշողլին թուրքա, կանիկա թուրք։ Մի րոպե. Պաշողլին թուրքա, կանիկա թուրքա։ Մի րոպե. Այսինքն թուրքին ծառայողով է։ Ես խոսացել եմ Նարեկ Կարապետյան, շատ Մի րոպե. բանով մոտեցավ ինձ, հետը միակ տղա էր։ Հարցրեց, բահե դու ես, ասեցի հա ինչ է, դա հարված ես, գտա իր ամա իրանց հանգարեցի, ասեմ ես մենակս գալիս եմ ձեր ռեստորան, գիտեմ դուք ստեղ ռեստորան եք բացել, ուզում եմ քո հետ հանդիպեմ, ասում եմ ինչա պատահել։ Ես մոտեցա իրեն, նստած էր ինքը սեղանին, իր շուրջ շրջապատված իր թաքնապահներով մոտավորապես 10-15 հոգի մարդ։ Ասել ես խոսացել եմ մեր ղեկավարության հետ եւ մենք եկել ենք այն եզրակացության, որ չկա ոչ մի բան խոսալու, կա ընդհանրապես միակ ելք ձեր ընտանիքի համար, դա այն է, որ դուք այդ փողը պետք է բերեք տակ մեզ։ Մենք ասում ենք, մեզ էլ պետք չի դա այդ փողը, դուք գիտես մենք ինչ հնարավորության տեղ, մենք այստեղ ֆոնդ ունենք, որը Ղարաբաղի համար է օգտագործում այդ ֆոնդը։ Տվեք մենք այդ ֆոնդը գցենք այն ֆոնդի, մենք այդ ֆոնդին կուղարկենք Ղարաբաղին իր բարերը մեկ բան անեն, գրեֆ անենք Ղարաբաղի։ Ես ասում եմ իմ հաշվին դուք ուզում եք Ղարաբաղին գրեֆ անեք, գրեֆ անող եք, գնացեք արեք։ Պարազյանը պնդում է, որ այս զրույցից հետո Նարեկ Կարապետյանն ու իր թիկնազորի անդամներն իրեն ու ընկերոջը ծեծի են ենթարկել։ Ըստ տուժողի ամեն ինչ սկսել է այն բանից, երբ տարիներ առաջ իրենք մասնակցել են Գազպրոմի հայտարարած մրցույթներին եւ դրանցից մի քանիսը շահել։ 2 տարի անց, սակայն, Պարազյանի խոսքով, իրենց 100-ից ավելի պայմանագրերը Ռուսաստանում միակողմանի խզվել են։ Բացատրելով այն բանը, որ Տաշի գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը իր լծակները օգտագործելով ամեն ինչ արել է, որ մենք այդ Գազպրոմի մրցույթներից դուրս գանք, որից հետո մի անգամից խաղարկություն դրեցին եւ այդ խաղարկության այդ բոլոր տենդերները գնացին Տաշի գրուպի Տաշի գրուպի մեջ մտնող կամպանիաների մեջ։ Չբավարարվելով այդ ամեն ինչով, նոյեմբերի 1-ին 2016 թվականին ինձ վրա հարուցեցին քրեական գործ, որի պատճառով ինձ տեղափոխեցին քաղաք Կալուգա եւ ձերբակալեցին։ Դեմից միայն շորթում էր, հետո նաեւ ավելացրեցին Արևանգում
Դրանից հետո ինձ սպառնացին, որ քեզ սպասում է մոտավորապես 15 տարվա ազատազրկում։ Կանտոնից հանդիպել է։ Ինձ իրանց ուղարկել են մարդիկ, advokatներ են եղել իրանց կողմից մարդիկ, որ իրանց բանը փոխանցել են։ Տարուկես ես նստելուց հետո իրանք շինծու գործ հարուցածը պրավալ է գնում բոլորի։ Եվ վերակվալիֆիկացիա են անում, ես դուրս եկա զալոգով, գրավով, որից հետո մենք ընտանիքով որոշեցինք այս հեղափոխությունից հետո իմանալը, որ Սամվել Կարապետյանի լծակները ստեղել չեն գործում մաքսիմալ, մենք բոլորս որոշում կայացրինք գանք Հայաստան։ Պարազյանին եւ ընկերոջը 10 հոգով ծեծի ենթարկելու մասին նաեւ քննչական կոմիտեն է իր հայտարարությունում նշել, ընդգծելով, որ արդեն նաեւ առերեսումներ են կատարվել։ Հիմա առերեսում որ կատարվել է գանդոններ, բախի չեք կալանավորում, հա? Հետո Սիամո մեր ազգի ներկայացուցիչ տղայա գնացել է աշխատում է գոնե մեջքին կանգնեք, թիկունքին կանգնեք, աջակցեք որ տղեն փող աշխատի, հա? Գնում եք, գցում եք, հա? Որ փողերը, որոդի փողը ձեզ պետք չի, բա որ ղախպեք, ձեզ փողը պետք չի։ Խիեք Արցախի անուն տալի, Արցախի անուն եք տալի, ցավում, հա, սրտները, բա աղբորը տղուտ ղրգի թող գնար ընդ պատերազմ էր, բա ջոկատ կազմեիր ռուսական տղեկից, հա, ֆինանսավորեիր, որ գնային Արցախը պահեին, ղախպա, բախի չես անում, հա, հարց եմ տալիս, արա, տղեկին բռնում ես, բռնել ես տալի, որ ձեռից փողերը խլես, то չաթլախ, էդ ինչա կոչվում արա, հա? Հարց եմ տալի, որ քնչականում կամ քննիչ կոչված ոռատու գանդոնները, որ այդ ամենին տեղյակ են, բախի չեք կալանավորում, հա, ագարկեք, ստե ահաբեկցությունա, ստե տերորա, ստեղ շորթումա, խափեությամբ, խարդախությամբ, մարդու եղած չեղածնա հապշտակում, մի խումբ գանդոնների, տերորիստ գանդոնների բանդայի միջոցով, բախի գոր չեք հարուցում արա, հա, Փաշողլին ձեր հետ կոնֆլիկտի մեջ, հա, դուք Փաշողլու հետ նույն թիմի մեջ չեք, բա Փաշողլին խի բռնել չի տալի քեզ, հա, Սիամո, չաթլախ $100 միլիոն մենակ է սագարկի կնգան ես տվե, որ այսօր այդ մա թուրքերին է քունվում, հա, հիմա այդ թուրքերը ձեզ են քունում, արա, չնայած եթե թուրք եք, ստե ուրիշ հարց չկա, բացահայտվում եք փաստացի, որովհետև եթե ձեզ ձեռը տալիս ագարկեն, դուք չեք ֆինանսավորում են մարդուն, չեք աջակցում են մարդուն, որ ես գանդոնների դեմա դուրս եկե, փաստերով սաղի բերանն է քունում, հրապարակային դադավարությունները անում, որ սրանց հրապարակային կախաղան անի, ղախպեք, եկել է կապիկություններ եք անում, հա? Բայց ես համար եթե 10 միլիոնը արժեք չունի 10 միլիոն եվրոն, բայց չաթլախ, բախի ժամանակին ֆինանսավորում չարեցիք իմ միջոցների վրա, հա? Հաշիվ բացեիք, կամ բերեիք մարդամեկերի միջոցով, գումար տայիք, որ ես ղախպեքին սաղին սատկացնեինք, ուրեմն դուք էլ եք նույն ղախպեքը, ուրեմն դուք էլ եք նույն թուրքի քունված ղախպեքը, դրա համար է ոչ մեկի ծլվալոցը չի գալի, ես ելույթի ժամանակ ասեցի, սուկա, քեզ բռնել են ինչի համար, հա, որ իբր թե դու իշխանությունը ուզում ես խլես Նիկոլից, հա, Փաշողլուց, հա, խի Փաշողլին իշխանություն ունի, իշխանությունը Փաշողլուն, հա, որ դու պետք է Իրանից խլես, հա, քո այդ իրավաբան կոչվածները դրա մասին կուրսի չեն,
իրավագիտություն չունեն, իրավագետ չեն, օրենքներից չեն հասկանում, չեն ասում այ վերնումները լցեմ ես։ Իշխանությունը քոնն է, որ քեզնից իշխանություն խլեն, այ գանդոն, հա? Հարց եմ տալիս, արա։ Բախի դրա մասին չեք խոսում, արա, հա? Բախի եք որները թաքցրեք գլխներիդ, վրոդի կուրսի չեք, վրոդի ձեզ չի ասնում, տո չատլախներ ինձ գալի ասում են, որ նստած սաղուրը նայում են ելույթները, դրոք ջան, թե ինչ ես ասում, ոնց ես ասում, ինչ մեղադրանքներ ես ներկայացնում, պիդրներ, առաջի գանդոնները դուք եք, ես խանութ մանութներն է, որ սարքել ես մեր ազգին, ես հեծինել, մեծնել, սուկա 15 դրամով ադրբեջանցուն թուրքին ես լուս տալի, վրացուն ես լուս տալի, 50 դրամով էլ մեր ազգի վրա ես ծախում, չատլախներ, հոսանքնել, ես 102 կոչված ղախպեքին էլ տեղյակա պահվել, հոսանքը չես վառում, ենթադրենք անցած ամիս ինչ պրիբորներ կամ մատոր չես միացրե, որը ես միշքան պետի հոսանք խլի, 2 ամիսա կրճատել ես, բայց գումարները, հավելյալ գումարներ, խաբեությամբ, խարդախությամբ գումարներ են շորտում, ու նման հազարավոր, միլիոնավոր բնակչությունից։ Ամպերաժն են բարձրացնում, շոչիկը արագա պտտվում, գումարը, այն գումարն են դնում մեր ազգի, մեր պետության էներգակիրները, վեկալ են դրել են ջեբները, փող են աշխատում։ Այդ ոնց եղավ դուք հարստանում եք, մեր ազգը քյասիբնում է, հա? Բայ ղախպեք, ոնց եղավ, այդ ինչ հաշվարկ եք արել, ոնց եք անում, հա? Բաշողլին բախեց, քեզ խի չի բեռնում, արա, հա? Բա աղբորը տղուն խի չի բեռնում, արա, հա? Պաստերը դրել են տղեն ասում է, տարեն նստացրել են, տարուկես նստացրել են, գորդն սարքել տղու գլխի, շինց ու գորդն թամծեցում են, համ փողն են ձեռներից խլում, համ էլ տանում են բռնել են տալի։ Ես ոնց հասկանանք, հար այդ շատ լախներ։ Ուրիշ ազգերը իրանց ազգակիցներին պահում են, աջակցում են, որ ոտի կանգնեն, որ հզոր բանակ ստեղծեն, հզոր խումբ, հզոր ընկերություն, հզոր աղբերություն, ղախպեք դուք բռնել եք տալի, քցում եք, հա? Ու դուք էլ վրոձի բարերարներ եք, հարա։ Հիմա լավ ուրիշ բան ասեմ։ 1991 թվականից ծախված է Արցախը։ Արցախին խես ֆինանսավորում արա, հա? Մարդկանցից փողը խես խաբեությամբ, խարդախությամբ շորթում ու տանում Թուրքին ֆինանսավորում, հա? Հարց եմ տալիս, արա։ Այդ որ սարքում ես ընդեղ, ում համար ես սարքել, ում համար ես ներդրել, հա? Խի աղբերը չգիտի, Խերժոյի մոտ աշխատակազմի ղեկավար կոչված էր աշխատում, չգիտի, որ 91 թվականով Արցախը ամրագրված է որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարած, կամ կողեմ ձեր գանդոն բերանը, հլը մի րոպե, один момент, մի րոպե, один момент. Есть чем асать. Международ. Вы слышали, Флорида? Ашмик Антонян, наш пророк про Украину, слушаем подпись. Մի րոպե, Yes, hence, no. Просто многие люди даже не Հայաստանը հեռաց մի րոպե, Жена Пашиняна, Анна
զոհեր կան երկու կողմ Մի րոպե։ եղբայր Какого Азербайджана в истории до 1917 года, ну вот до наступления советской эпохи, не существовало. Его придумала советская власть, которая с упорством умалишенных раздавала государственность всем, кому не лень. То, что сегодня называется Азербайджаном, это, ну, с позволения сказать, такой географический винегрет из нескольких закавказских ханств с очень пестрым, к слову, национальным составом, в котором жили и те, кого до революции называли закавказские татары, позже они себя стали называть азербайджанцы. Там исторически жили в большом количестве армяне, которых, значит, принято в нынешнем Азербайджане называть всякими Какого Азербайджана? Միրուպե։ Ես ոնց եղավ, արա։ Բայց լի այդքան բանը նախ այդքան բան որ գիտեք, այ խախպեք, այ ռուսի գանդոններ։ Բախիկ դրա մասին լռում, հիմա եք դրա մասին խոսում, հա։ Հարց եմ տալիս, արա։ Նախ որ մինչև 18 թվականը Ադրբեջան կոչված պետությունը չի եղել։ Բա ոնց գոյացավ։ Որևիցե մեկը ինչի այդ հարցերը չի բարձրացնում, հա։ Հարց եմ տալիս, տեսեք, լուրջ հարցեր են։ Որտեղից եկավ հայտնվեց, ոնց հայտնվեց, ում հողի վրա կայացավ, ոնց կայացավ, արա։ Հիմքերը ուր են, որ էսի Ադրբեջան կոչված պետությունը, ինչ որ կայացել է, ստեղծվել է, ոնց է ստեղծվել, ոնց է կայացվել։ Ինչ է մի հատ Լենին կլրի գանդոն, Ստալին երկրորդ գանդոն, հա, ասել են Ադրբեջան։ Արա ոնց որտեղ է կայացել, լավ, եթե կայացել է, ոնց է կայացել, ում հողի վրա, արա։ Եթե մերը չի, խեն ասում, Արմյանի там жили։ Եթե մերը չի, նույն Ժիրինովսկին էլ է, չի ասում, Азербайджан это Бакуракерт. Атерпатакан со столицей Бакуракерт. Со столицей Бакуракерт. Մեր Բաքուր արքայի անվան։ Հիմա հարցը առաջանում։ Բայց Քորը, Փաշողլին, Խերժոն, Ռաուֆը, ազգային ախորի դեպուտանկեքը, դաշտանները, կույսակցություն կոչված տրասիակ, սիամոները, լֆոները, դոդիկները, գրզոները, բախի այդ հարցը չեմ բարձրացնում, հա։ Հարց եմ տալի։ Ինչի են Հարապապյան կոչված կլրիս գանդոնները, սիֆիլիստիկյանները ու մնացած կլրի գանդոնները։ Այս հարցերը խիչ եմ բարձրացնում։ Բայ ոռատուներ որտեղից եք կայացել, ոնց եք կայացել։ Ոնց թե, հա, Ադրբեջանը не было, вдруг քնեցինք զարթնանք դարձավ Ադրբեջան, արա, հա։ Ոնց է կայանում այդ դաշտամ ձեր միջազգայինի բերաններ, քաղաքագետների բերաններ, մնացած պիդրների բեռնումն էլ հետը։ Հարց եմ տալի, ոնց կայացավ այ ոռատուներ։ Կա միջազգային նոր, հա։ Վրոձի ամբողջության, ամբողջականություն, ինքնորոշում, ճիշտ է։ Ում տարածքի վրա է ինքնորոշվում։ Հարց եմ տալիս, արա։ Միջազգային կոչված ԵՀԿ, մի րոպե, 1991 թվականից արդեն իսկ ճանաչվել է որպես ադրբեջանական տարածք, Ալմաթայի հռչակագիրը հիմք եք ընդունում, բա ԵՀԿ կլրի գանդոնների խումբը, հանձնաժողովը, համանախագահողը, Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան կոչված, ձեր եղած չեղածի բերանը ժաշտամ գանդոններ, բայց ինչի շուրջ եք բանակցում, արա, 91 թվականով արդեն իսկ Ալմաթայի հռչակագիր կոչվածով ամրագրել եք Արցախը որպես Ղարաբաղ, գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք, ինչի շուրջ եք բանակցում, կլիրս ձեր բալեքի բերանը դնեմ ես,
ձեր կուսակցությունների, ձեր ազգային ախորի դեպուտանկեքի, ձեր նախագահ վարչապետ կլրիս ժաշտամ ձեր գանդոն բերանը։ Ինչի շուրջ եք բանակցը, արա։ Եթե արդեն գրանցել եք, ամրագրել եք, տվել եք։ Մեր երեխեքին խեք տարեզուհաբերը։ Պետբյուջե կոչվածը խեք տվել Ադրբեջանի։ Խեք Ադրբեջանի տարածքում ճանապարհներ սարքել, հիվանդանոցներ սարքել, ֆլան ֆստան եւ այլն, հա։ Հարց եմ տալիս, սարա։ Հիմի մցրել եմ այդ Ալմաթայի հռչակագիրը, որ բերանները ժաշտամ ես։ 91-ով տվել եք, ամրագրել եք, որպես գոյություն չունեցող Ադրբեջան։ Դե արեք պատասխան տվեք, բայրեխեքին խեք տարեզուհաբերը։ Ու պրիտոմ մեր ազգի հիմնականում եզդի էլ է կռվել, եզդին էլ տարել են զոհաբերել են, հա? Բա մալականը չի գալիս, չի ծառայում, ռուսը չի ծառայում, թուրքը չի ծառայում, ջհուդը չի ծառայում, ու մնացած գանդոնները չեն ծառայում։ Արա, բա ձեր բարրան բեռնումը շները քուն են գյոթեր, խի ոտի չեք կանգնում, արա։ Հա? Արա 91 թվականի ձեր բեռնումները քունում են, ձեր հարազատներին տարե զոհաբերել են, ցեղասպանել են։ Միջազգային կոչված օրենքներով դա գենոցիդ է, պատերազմի հրահարում է, հարց եմ տալի, բայց միջազգային գանդոնները դրա մասին, այդ օրենքներից, այդ միջազգային օրենքներից գաղափար չունեն, հա? Լավ, կամ ասենք թե ասմա տեսեք ռուսն ասում, չէ, այս գանդոնները խի դրա մասին չեն խոսում, որ 18 թվականին նոր Ադրբեջան գոյություն ստեղծել են նոր Ադրբեջան, բա միջև այդ որ չկար, ինչ էր կոչվում, հա? Ում տարածքներ, արա, ինչ եհակը խումբ, ինչ եհակը հանձնաժողովի նախագաներ, այ ձեր բեռնումը ժաշտամ ես, այ ձեր գանդոն ցեղատ է, բայց կան գումար, այս եհակը խումբին, բանակցություններին, սահմանադրական դատարաններին, ազգային ախորներին, արա այ ժաշտամ ձեր ագարկա բերանը, այդ փողերը ուր է գնացել, ինչ կլրիս բանակցություն, արա, հա? Հարց եմ տալիս, արա այ կողեմ ձեր գանդոն ցեղատեսակի, ձեր բարրան բերանակ ունեն, որ ձեզ այդ բարրանի տեղ դրած քշում են, էսյան էյան։ Եթե 91 թվականից արդեն ամրագրել են որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարած, այդ փողերը ուր են գնում, ինչի շուրջ ես բանակցում, արա, Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստան կոչված ագարկեքը, ինչ նախագահ, ինչ համաժողով, ինչ հանձնաժողով, էսի սենց այդ Հարաբաղայստեղը պիտի կայացնա, չէ, 91 թվականին ռեֆերենդում ա եղել, բախի չեք ճանաչում, արա, հա? Կլիրս ձեր քոր բեռնում ընտանիքների թանդեր, ձեր համակարգերով, Ռաուֆ, Վզգոյի, Խերժոյի, Փաշօղլու, ձեր կուսակցական գանդոնների բեռնումը ժաշտամ ես, տո դաշտամ բերանները ժաշտամ ես, այդ տու պծի շորեր, այդ գյոթեր, նահարց եմ տալիս, դուք այսքան բան չգիտեիք, արա, Խերժոն սենց էր ասում, Փաշօղլին սենց էր ասում, Փաշօղլին սենց էր ասում, դուք սենց էիք ասում, դուք ձևը չգիտեք, ոնց են դիմում ներկայացնում դատաղազին, հա? Ստուգում, տերկայնում, հարցնում, հարցու պատասխան, արա այ կողեմ ձեր անասուն բերանը, ձեր անասուն ուղեղով դուրս եք եկե ազգին էշի տեղ եք դրե, արա այ մուսրներ, ժաշտամ ձեր գանդոն բերանը, ԱԱԾ-ի աշխատողներ, դատախազության աշխատողներ, դատավորներ ու մնացած կլրի գանդոններ, դուք այսքան բանից կուրսի չեք, հա? Այ բեռնումները ժաշտամ, 1500 անգամ ես փաստերը հրապարակել եմ, դադավարությունները կա, խի
մոտիկ չեք գալի արա, հա? Խի սրանց չեք կախաղան հանում, խի սրանց չեք կալանավորում։ Վաղը մյուս օր բերանները ժաժ եք տալու, կոխեմ ձեր գյոտ բերանը։ Դուք բոլորը հանցակից մասնակից եք։ Դուք բոլորը ձեր չափի միջազգային հանցագործներն եք, պետական դավաճաններն եք։ Մեր ոսկե սերուցքին զոհաբերողներն եք, գենոցիդի ենթարկողները։ Մեր Արմենիան Հայաստանը չէ։ Արմենիան քանդողներն եք, ժաշտամ ձեր գանդոն ցեղատեսակի բերանը։ 1920 թվականից կլիրս ձեր գանդոն ցեղատեսակի բերանը, լսում եք, հլա մի րոպե։ Էսա մի րոպե, ես էլ նորից լրացուցիչ դնեմ։ Դելիմիտացիա էլ արված, դեմարկացիա էլ արված, այդ բոզի վաստակն էլ, այդ ձեր պորնո ցեղի բերանը քունեմ։ Սաղիդ գյուլելու եք քունեմ ձեր լավի բերանը։ Դուք սաղդ որպես պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, պատի գնդակահարվեք, լավներդ քունեմ։ Մի րոպե։ Международный Քունեմ ձեր լավը, անջատում են մոմենտի տակ։ Բայց կա եւ Международный документ 1920 года о включении Армении в Лигу наций. Здесь говорится о включении Республики Армения в Лигу наций предшественник ООН и указано, в каких границах и селом какой территории Лига наций признает независимость Армении. Отчет представлен специальным Пятым комитетом Ассамблеи Лиги наций, который в 1920 году провел демаркацию и делимитацию границ между Арменией и Азербайджаном, о чем сегодня многие забыли. Территория Армянской республики на момент мая 1920 года имеет площадь 70,551 тысячные квадратных километров, 26,130 тысячных квадратных миль. Если предположить, что вилает Иван-Бетлис, Эрзерум и часть Трапезунда будут переданы Армении, то площадь может составить 214 тысяч квадратных километров, 80 тысяч квадратных миль. Вилает Иван-Бетлис, Эрзерум, Трапезунд по итогу также были официально признаны частью независимой РА согласно нескольким международным документам. Северский договор 10 августа 1920 года. Арбитражное решение 22 ноября 1920 года. Резолюция США 1927 год. Арбитражное решение – это высший по значению международный документ, который не имеет сроков давности, обжалованию и пересмотру не подлежит. Таким Հիմա образом, լսում եք հիմա չատ լախներ։ Միջդունարոդնիկ եք խաղում։ Միջազգային գիտակից օրենքի իմացող երևույթներ եք խաղում։ Կալիրոս ձեր սաղիդ բերանը դնեմ ես։ Բախի չեք մոտիկ գալիս։ Բա որ 20 թվականով ճանաչվել է։ Չնայած մենք 480,000 քառակուսի կիլոմետրի պահանջ ունենք։ Բայց տեսեք փաստացի բերում ներկայացնում է 214,000, որով դատարանի որոշմամբ 5-րդ կոմիտեն ՄԱԿ-ի անվտանգության, ինչպես նաև այլ փաստաթղթերով ամրագրված է։ Դելիմիտացիա էլ է արված, դեմարկացիա էլ է արված։ Հիմա այս գանդոնները չնայած այնտեղ էլի պրապուսկատներ են անում, պրապուսկատների մեջ Հայաստանի Армянская республика. Մենք не Армянская республика, сука. Мы Армения. Потому что Армянская республика является маленькой частью СССР. Բայց մենք որևիցե մեկի կցորդը չենք։ Մենք Արմենիան ենք։ Մեր ազգն էլ արմեններն են։ Հետո մի բան էլ ասեմ ձեզ։ Որ ասում են Հայկի անվանվա Հայաստան, դες բան չկա։ Հայկը որ եկել է Բաբելոնից, եկել է Արմենիա, Արարտա։ Արմենիա է եկել։ Ու այստեղ բնակվել են։
Այնց որ Հայկի անվամբ Հայաստան չի կարա անվանվի։ Դրա մասին հետագայում էլի կբերեմ կներկայացնեմ։ Մեր Արմենիանը բոլոր քարտեզներով միջազգային եւ այլ ամրագրված է որպես Արմենիա։ Հետո, էդ էլ ասեմ, այդ Սյունիքը գիտեք ինչի են ուզում վերցնել։ Ավել շուտ էս պորնոները տվել են։ Քարահունջի տակը գտնվում է մեծ պատմական, իրական հիշողություն, որի վերաբերյալ կատարվել են համապատասխան հետազոտություններ։ Եվ այդ հետազոտությունների ընթացքը կասեցվել է Ռուսաստան կոչված Տրասի ագարկեքի կողմից։ Հիմա այնտեղ նույն մեր տարածքում գտնվում են փաստագրական տվյալներ, որտեղ ամրագրված է, թե որտեղից է ծագում ունեցել մեր ազգը, ցիվիլիզացիան, ոչ թե գլոբուսը մեր երկիրը, ոչ, դրա մասին էլ ընթացքում կխոսենք։ Այդ ամեն ինչ խապկանք է, այդ ամեն ինչը ձեզ խափեությամբ, խարդախությամբ մտցնում են դոդուղեղները, որ ձեր տեսակետը, ձեր ընկալումները, ձեր պատկերավոր կոչված ուղեղների մեջ մտնի այլ ինֆորմացիա, որին իրականում դուք չեք տիրապետում, որովհետև դա գոյություն չունի։ Հիմա հարց, անցնեմ լուրջ հարցին, որ այսօրվա վրա ծառացած է մեր առջև։ Ոչ մի զանգեզուր չենք տալու ոչ մեկին։ Սրանք անօրինական են։ Մեզ 1921 թվականից կցել են ԽՍՀՄ կոչվածին, Արմենիայից մի փոքր հատված խլել են ու կցել են ԽՍՀՄ-ին, սարքել են հանրապետություն։ Մենք հանրապետություն չենք, մենք Արմենիան ենք։ Այդ Ռուսաստան կոչվածը իրականում էլի մեր տարածքներն են։ Մեր տարածքներն են։ Մոսկվան ու Կիևը կառուցել է մեր ազգի ներկայացիչը Յուրի Դալգարոկին, երկրաբազուկը։ Աշխարհի քաղաքակրթությունը համենայն դեպս մեր այս երկրագունդ կոչվածի ձեր գիտակցության տվել են մեր ազգի ներկայացիչները։ Ընթացքում սրա պարզաբանումներ կներկայացնենք։ Ինչ վերաբերում է այդ Խերժոռաուվ քոր Փաշողլի ու մնացած գանդոնների Թեմիրճան, Մեմիրճան եւ այլն, սրանք էլ բոլորը գործակալներ են եղել, որովհետեւ այն իրականությունը, որը կա այսօր, որը պարտակվում թաքցվում է, խեղվելով, խեղաթյուրելով իրականությունը, բերել են հասցրել են այն բանի, որ ձեր դոդուղեղները մտցրել են Ադրբեջան, Թուրքիա եւ այլն։ Դրանք մեր տարածքներն են, մեր ազգի, մեր Արմենիայի տարածքներն են։ Մենք Հայաստանի Հանրապետություն չենք։ Իդեպ, էդ էլ մի հատ հիշողությամբ թարմացնելու նպատակով։ Սրանցից ոչ մեկը պրյոմզդաչա չի արել, ընդունում անձնում չի կատարել։ Ու դրա համար էլ որևիցե մեկը որևիցե բանի համար պատասխանատու չի, որովհետև դրանք բոլորն էլ անօրինական են։ Խաբեությամբ, խարդախությամբ, իրենցից գրած օրենքներով դրանք պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ։ Քորը եկավ խաբեությամբ։ Քորը փոխանցեց խաբեությամբ։ Նույն Վզգոն, Դեմիրճան, բոլորը դրա մեջ են։ Այս պոռնիկները որևիցե մեկը չի ընդունել։ Որևիցե մեկը օրինական չի։ Հիշում եք, չէ՞, քորը ասում էր, Խերժիկին էլ, Ռաուֆին էլ ես եմ բերել։ Եթե դու պետություն ես, եթե դու ունես օրենքներ,
սահմանադրություն, գլխավոր օրենք, հա, ապա այդ օրենքները պիտի կիրառես։ Եթե դու այդ օրենքները չես կիրառում, քո անգամ գրածը, ուրեմն դա ապօրինի է, անօրինական է, ուրեմն առ ոչինչ է, ուրեմն իրավական հետևանքներ էլ չի կարող առաջացնել։ Այդ իսկ պատճառով առ ոչինչ է։ Այդ իսկ պատճառով բոլոր գրած, ամրագրած, բանակցությունները կեղծ են, որովհետև այդ ամենը իրոք կեղծիքի վրա է, հանցագործությունների վրա է ամրագրված։ Փաստերը ես ձեզ ներկայացրեցի 91 թվականով եթե անգամ գոյություն ունի Ադրբեջան գոյություն չունեցող պետություն, ամրագրում ես, հա, նախ 91 թվականով դու ինչի պիտի ինքնորոշվես առանձին, Արցախը առանձին։ Ինչի համար։ Նախ եթե դու համարում ես Արցախը մերն է եւ վեր, ուրեմն ինքնորոշման փաստը պիտի ամրագրես, ընդունես, հաստատես եւ տեր կանգնես։ Այդ տեր չես կանգնում գանդոն սաղել, ասում են իմն է։ Հետո, եթե դու չես ծախել, ինչ է սկզբից ասում Արցախը մերն է եւ վերջ, տանում ֆինանսավորում, որոշում կայացնում կառավարության կոչվածով, 68G որոշումը, մի երկու հատ են գանդոնին բերում նստացնում են հմայական, ինչ կլրից գանդոններ են, քաղաքագետներ ուրիշներին, ձեզ խեղելու համար։ 68G որոշման կառավարության 93-94 թվականներին որոշում էր կայացվել բնակեցման ազատագրված տարածքները, եթե դրանք մերը չէին, որովհետև 2010 թվականին Խերժոյի գլխավորությամբ հանրապետական կույսակցության գանդոնների միջոցով օրենք ընդունվեց, որով ամրագրվեց, ծախվեց, որ Արցախ այլևս մերը չի։ Այն պոռնիկները, որ ասում են Լուկաշենկոն տվեց, Ախմեդը տվեց, բայց Խերժոն չվերցրեց, լավ էլ վերցրել է։ Եթե վերցրած չլներ 2010 թվականին որոշում չէր կայացնի։ Մի րոպե, մի հատ հիշատակ եմ, հա ձեզ։ Որոշում չէր կայացնի։ Մի րոպե։ Ազգային ախորով։ Մի րոպե, սա ցույց տամ ձեզ։ Մի րոպե։ Наш пророк Հայաստանը Հայաստանը պատրաստվում է փոփոխության ենթարկել վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որը խորհրդարանում փոփոխություններով ընդունվել է 2010-ին։ Այս օրենքով Հայաստանն անուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ենթակայության տակ գտնվող տարածքները ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետություն։ Այսպես, Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի սահմանների նկարագրության մասին օրենքում նշվում է, որ Խնձորեսկ համայնքը սահմանակից է արևելքից դեից Ե հատվածով պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետությանը, հարավ-արևելքից Զեից Է հատվածով պետական սահմանին նորից Ադրբեջանի Հանրապետությանը։ Այսօր Կասկածի Խնձորեսկը սահման չունի Ադրբեջանի հետ, այլ սահմանակցում է Արցախի Քաշաթաղի շրջանին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի Քաշաթաղ Հայաստան սահմանային նկարագրության մեջ կարդում ենք, որ Լեից Խ հատվածով Քաշաթաղը սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը։ Սիվիլնետն այս հարցով մեկնաբանություն խնդրեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից։ Նախարարությունն ի պատասխան ուղարկեց ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Այստեղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչատարածքային սահմանագծի նկարագրության մեջ նշվում է, որ Լեից Խ հատվածով Քաշաթաղը սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի արտգործնախարարությունը Սիվիլնետի հարցմանն ի պատասխան նշել է, որ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքը
ենթարկվելու է փոփոխությունների։ Արդյոք այդ փոփոխությունը վերաբերելու է այս դրույթին։ Արտգործնախարարությունից վստահեցում են, որ փոփոխությունները վերաբերելու են հենց Հայաստանի սահմանակցության այս խնդրին։ Համայնքների վարչական սահմանների նկարագրման գործառույթն իրականացնում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։ 2010-ին իրականացված վարչատարածքային փոփոխությունների ու Խնձորեսկ համայնքի սահմանակցության վերաբերյալ հարցմանը կոմիտեից պատասխանել են։ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքով ամրագրվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրերը։ Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքը ենթարկվել է փոփոխության։ Խորհրդային վարչատարածքային բաժանումը նույնպես այս պատկերն է ունեցել, եւ Խնձորեսկը սահմանակից է եղել խորհրդային Ադրբեջանին։ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքը Ադրբեջանին սահմանակից դարձնելու օրենքը ազգային ժողովում ընդունվել է 2010-ին։ Դրան կողմ է քվեարկել 77, դեմ 6, ձեռնպատ 14 պատգամավոր։ Օրենքին կողմ քվեարկած պատգամավորների մեծ մասը հանրապետական խմբակցությունից էին, դեմ են քվեարկել Ժառանգություն խմբակցության 3 պատգամավորները։ Հիմա լսեցիք, չէ՞։ Նախ 91 թվականը որ ամրագրում են, դրանից հետո ես դες բացատրել եմ, որ Վզգոյին ու Քորին մարդ էր պետք, որ բերեին գցեին դրա վրա։ Ռաուֆն էր 30 միլիոն դոլար Ռաուֆին փող են տալիս, Ռաուֆին բերում են, ապորինի նշանակում են, որովհետև նա 10 տարի քաղաքացիություն չուներ, նա հանդիսանում էր Ադրբեջանի բնակիչ, ադրբեջանցի, դրա համար բերեցին, որ Ռաուֆի միջոցով, Ռոբիկ Քոչարյանի միջոցով տարածքները տան եւ այդ ամենը նրան վերագրեն, որ նա է պետական դավաճանը, դուք եք ընտրել ժողովուրդ, մենք ինչ անենք, դե բերեք սատկացնենք։ Դրա համար Ռաուֆը ջոգում է, որ պետք է սատկացվի, փախնում է, Վզգոն գնում է տպելով բերում է, որ արի չատլախ վիզես վերցրե, արի մտի խաղա մինչև վերջ, պետք է տաս։ Այնը տեն մտակի չի կարում դուս գարա 27-ի դեպքերը։ Այսինքն այս բոլոր process-ին մասնակից են բոլոր համակարգ կոչվածներ իրանց կուսակցություններով։ Հետո որ վերացնում են Վզգոյին ու Դեմիրճյանին, բայց ինչի Քորին չեն վերացնում, որովհետև այդ ամենը կազմակերպել էր Քորը։ Ջհուդների մասոնական օթյակի անմիջական գլխավորության մասնակցության։ Որից հետո Ռաուֆն է գալիս ու գցում են Խերժոյի վրա։ Դրա համար օրենքը ինչի համար 2010 թվականին ընդունվեց, որովհետև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններով Խերժոն եւս դոկումենտ են կազմում, որով ինքն է ստորագրություն է դնում դաշտանների հետ, որ այդ տարածքները հանդիսանում են ադրբեջանական տարածք, իհարկե 6 միլիարդ դոլարի դիմաց, որը Լուկաշենկոն հրապարակային ասում էր, իսկ 5 միլիարդ էին ասել, սարքեցին 6 միլիարդ։ Խերժոն վերցրեց ու իր փայով խաղցրեց։ Հետո բերեցին այս Գանդոնին, այս Գանդոնն էլ իր փայով հանձնման process-ը իրականացրեց։ Սա է իրականությունը։ Այնտեղ որևիցե բարդ բան չկա։ Ու դրա մասին բազմիցս փաստերով, նաև լրատվականներով, թերթերով տպված է։ Ու իմ ելույթների մեջ է դրանք ամբողջությամբ կան, նաև դատական process-ներով։ Այնպես որ այս բոզի տղեկը էս թուրքի քունված գանդոնները, սրանք ենթակա են բոլորը գնդակահարության, իրենց համակարգերով հանդերձ։ Իսկ ինչ վերաբերում է նորից եմ ասում, Ադրբեջան պետություն գոյություն չունի։ Դա մեր Արմենիայի տարածքներից է, վարչատարածքային միավորը, մեր Բաքուր արքայի անվան քաղաքը։ Ու իդեպ գլխավոր քաղաքներից մեկը հենց Բաքուրակերտն է եղել, ոչ թե Բաքուն։ Բաքի այս քաղաք չի եղել։ Բաքուն հետո են վերանվանել։ Բաքուրակերտը վերանվանել են Բաքուի։ Ու հետո հիմա էլ որ են Իրանը վրոդի բան անում, Ադրբեջանը դա իմ տարածքն է, խերից գլոխն է քոնը եղել, չատլա։ Բա մինչև այդ խիչ էիր խոսում, կլրից գլոխ, հա? Չատլախներ։ 10 տարի ասում եմ ոռատուներ։ Էսա Արցախը վերցնելու են, սարքելու են պլացդար, որ ձեզ խփեն։ Հյուսիսային հատվածում 30 միլիոն ադրբեջանցի է բնակվում, որ այս միջանցքի միջոցով վերցնեն, միավորեն Ադրբեջանին, սարքեն ընդհանուր պետություն։
Պիդերներ, 100 անգամ ասել եմ, սուկաներ։ Այդ իշխանություն կոչվածը ձեր պարսիկ ժողովուրդ, սաղ էլ ծախված է, դրանք էլ են բոլորը մասոններ են, որովհետև եթե մասոն չլնեին, 10 տարի առաջ իմ ասածներին աչալուրջ կլնեին, ինձ կաջակցեին, որ սրանց մորը քունեին, բայց հակառակը, գցել են ագանջի հետևը, ու այսօր կապիկություններ են անում, Ադրբեջանին քունեմ ձեր գանդոն բերանը, չատլախներ, ուղիղ գիծա, սաղորը սենց ստեղից բան անում, Ադրբեջանի կոչված, հիմա այդ տարածքը, Իսրայելը պլազդարմա սարք է, Արցախը, ու խպումա բանին, Պարսկաստանին, ինչի է խպում, բայց տեսակ, Պարսիկը խպեց, Ադրբեջանում, չխպվեց, որովհետև իրար հետ են, սաղ կապիկություններ են, վաղուց պտի խպած ըլներ, բայց հիմա չի խպում, որովհետև նույն մասոններն էլ դրանք են, ինքը լավ էլ գիտի, պարսիկ կոչված իշխանությունը, որ հենց ինքնաթիռները Իսրայելի, Ամերիկայի, Արցախից են բարձրանում մոտ ու նաև մեր տարածքով ինքնաթիռներ են գնում այնտեղ։ Այդ որ կապիկություններ են անում, գալիս են վրոդի բանակցություններ են տանում, այս պիդրի հետ վրոդի բանակցել են, տո գանդոններ, խի դուք չգիտեք, էսի Թուրքի քունված գյոթ է։ Սրանք այս 4-ն էլ Թուրքի քունված գանդոններ են։ Ու որևիցե գործողությամբ ի նպաստ ազգի կամ ի նպաստ խաղաղության որևիցե գործողություն չեն անում։ Խի դուք չգիտեք, չատլախներ։ Լավ էլ գիտեք։ Պրոստը համատեղ եք, դրա համար է կապիկություններ եք անում։ Տված է թաթերական մի հատ ինչ-որ հարթակ, որի շրջանակներում պիտի ներկայացրեք, վրոդի դուք Ադրբեջանի դեմ եք, վրոդի դուք Իսրայելի դեմ եք, տո չատլախներ նույն մասոններն էլ դուք եք։ Եթե մասոն չլնեիք, մի 1500 անգամ խփել եք, թե Իսրայելին, թե Ադրբեջանին, թե Ախմեդին, նաև էս գանդոններին։ Քորից բռնած, մինչև էս պիդարացը։ Այսքան է։ Իսկ ազգիս ասեմ, վաղը մյուս օր, այս սաղին, այս գանդոններին ես եմ սատկացնելու, հիշեք խոսքերս։ Սրանց բոլորին պուբլիշնի սատկացնելու եմ, բայց մի տարբերակ էլ կա, կարող է իրանց տերերը, իրանց սատկացնեն, որ իրանց ոռը չբացահայտեն։ Դա էլ չի բացառվում։ Նես որ ինչքան շուտ ձեր ուղեղները աշխատի, ոռներդ գլխներից հանեք, աջակցեք, ինձ աջակցեք։ Սրանց սաղի բերանը կքունեմ հրապարակային, պուբլիշնի սաղին կսատկացնեմ, հրապարակային։ Այս ագարկին էլ որ քունել են, ու քունում են, այդ ղռերի կատուին, Աննա կոչված ագարկին, Հակոբյան կոչված, այս ագարկը, այս ավելի լավը սատկի քունեմ դրա ագարկը անինքնասեր գյոտ բեռնիցը։ Այդ նշանակում է, որ քունում է ձեզ, ովքեր նորից եմ կրկնում, այս ագարկին ճանաչում եք որչապետ, ովքեր նշանակել են, ու ովքեր պահում են սրա ոռը, որ հանգարցակից սատկացնենք։ Հիմի ասում եմ, ագարկ եք, մուսարներ, ածը, դադաղազություն, մնացած կլրի գանդոններ, դուք հանցակից մասնակից եք այդ բոլոր հանցագործություններին։ Հիմա ձեզ հնարավորություն է տրված, որ ձեր վրայից, ձեզ ներկայացված մեղադրանքը թեթևացնեք, ագարկ եք, ժամանակը գնաց, վրեմը պաշլո, այսքանը։